Դեր հայր տեսեք, դպրոցներից հեռացրեցին հոգևորականներին, հա, կրոնի պատմություն եւ այլն, այս դասագրքերում մենք տեսնում ենք ինչ խայտառակ իրավիճակ է, պատմության դասագրքում տեսնում ենք ինչ փաստերի աղճատում, աղավաղում, գրականության գրքում, ասենք օրինակ երկրորդ թե երրորդ դասարանի դասագրքում վերջերս ինձ ասացին տեղ է գտել ադրբեջանցի ինչ որ մի պատմություն, հա, պատմվածք ինչ որ մի գրողի խայտառակություն, որ ուղղակի Facebook-ից վերցրել ու տեղադրել են։ Մենք տեսնում ենք աղճատվածությունը, կրթական ոլորտը ինչպես են ջարդում, բայց այդտեղ է, չէ, այդտեղ է դաստիարակում սերունդը։ Հեռացրեցին, եկեղեցուն հեռացրեցին եւ հիմա իրենք են կրթել որոշել, կրթում են, քարոզում են։ Շատերը ովքեր լսում են այդ կրթությունը նորաձև է, այդ քննարկումները, ասում են, դե շատ լավ էր, գնացինք, լսեցինք, բայց երբ հարցնում ես ինչ ես լսել, նստվածք չկա, այսինքն որտեվ ասելիք չի եղել այնտեղ, կամ այնտեղ հնչել է ինչ որ փաստեր, որոնք խայտառակ հակասական փաստեր են, վերջերս էլ տարածվեց մի միտք էին տարածել Հրանտ Մաթևոսյանից պարտության հետ հարմարվելու, այդպես ինչ որ մի միտք էր, հենց Հրանտ Մաթևոսյանի որդին ասաց, որ դա խայտառակություն է եւ իր հայրը նման գրողը նման միտք չի թողել, իր գրքերում նման միտք չկա, այսինքն իրենք գնում են, ասենք մատենադարան, գնում են դպրոցներ, գնում են տարբեր միջավայրեր, մարդկանց են հավաքում եւ այստեղ դուք չեք զգում որպես հոգեվորական, այդ աղանդավորի ձեռագիր չկա դրա մեջ։ Լրիվ աղանդակերպ գործելավոճ է դա։ Ամեն ինչ մեջ։ Աղանդավորները մի անգամ չեմ հիշում որ աղանդավորական կազմակերպություններ օրինակ կյանքի խոսքը։ Չէ, իմ ասածի իմ օրինակը դա վերջ է դա չկա։ Կանգնել շատ շուտ էր 12-11 թվականներն էր եւ ինչ-որ մի հաղորդման ընթացքում ասեց մենք շատ ծրագրեր ունենք եւ մեր բոլոր ծրագրերը կապված են երեխաների եւ երիտասարդների հետ։ Այո։ Պատահական չէ։ Այո, որովհետեւ հնդեղից սերմանելով բերում են։ Իրաց տատիկ պապիկները պետք չեն, որոնք որ կմահանան, երկար տարիներ մեր տատիկ պապիկներն, բայց իրանց համար ժամանակի ծախս է դա, երիտասարդների վրա են իրանք ամբողջ իրանց ուժգուն։ Այո, միանշանակ, այդպես է, ուղիղ լվանալով, փանանելով իրենք կարողանում են եւ այդ ամեն ինչը ինչու է հիմա ավելի շատացել, հազորացել, որովհետեւ անթակույց եւ կամ երբեմն թաքնված կերպով հովանավորությունը պետության կողմից տրվում է։ Այո, ես կասեի իշխանություն ասենք, պետություն երբեմն չես էլ ուզում ասել, որովհետև իշխանություն, որը այսօր ղեկն է վերցրել մեր պետության